Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Ինչու այսօր կեցվածքդ փոխվել է։ Թեման է համապատասխան։ Եվ Այսի դե հարուստ Սա հատուկ ես այդպես կպցրել այդպես մեծ չափերի։ Փայլող։ Իսկ ինչու ոսկի չի։ Սվարովսկի ավելի թանկ է։ Բայց հետաքրքիր է, որ հարուստները առհասարակ մի տեսակ այլ կեցվածք ունեն։ Կարծես թե հպարտ են չէ ասում միգուցե ապահով են այդ դրանից հանգիստ են եւ ավելի վեհանձն են փորձում տվել վեհանձն բարի այլ իմաստով։ Դե գիտես միջև չլինենք այդ կարգավիճակում չէ կարող կարծիք հայտնել։ Բայց այսպես թե այնպես հարստությունը երևի թե ավելի շատ այստեղ է, հա, հոգում է, չէ, քան թե նյութի, որովհետեւ նյութը այսօր կա, վաղը չկա, բայց հոգին կա ու կա, հա, թե չէ։ Հասկանանք, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Դիմավորենք։ Մեր այսօրվա առաջին հյուրը դերասան Նիկոլայ Եղազարյան, ողջույն, բարի գալուստ։ Բարև Կոլայ ջան։ Բարև ձեզ։ Կոլային բոլորը երբ տեսնում են, միանգամից հիշում են բնականաբար մարմնավորած իր կերպարները եւ հիմնականում դու մարմնավորել ես հարուստի որդու կերպար, հա, հիմնականում աղբաց, հա։ Այսպես ծոփուշվալ կյանքով ապրող, իսկ էկրանը դերակատարումները եւ ռեալ կյանքը քեզ համար այ տոկոսայինը եթե բերենք Ինչ տոկոս է կազմում այ ռեալ կյանքը իրականությունը եւ այնինչ դու մարմնավորում ես։ Կամ գուցե երկուսն էլ նույնն են։ Չէ, նույնը չեն, բայց կան բաներ առհասարակ կերպարների հետ կապված, կան բաներ բնույթի հետ կապված, որ ինչ որտեղ նաեւ նման են, բայց էկրանով մենք ավելի շատ ցույց ենք տալիս եւ առհասարակ ֆիլմով, հեռուստատեսությամբ ավելի շատ ցույց են, չէ, տալիս հարուստ լինելը, հղբացած լինելը ու փորձում են դա ավելի ազդեցիկ ցույց տալ։ Ինձ համար հարուստ լինելը, հարուստ մարդը բոլորովին այլ նշանակություն ունի։ Հարուստը, հարուստ տղեն, հարուստ մարդը։ Իհարկե, նյութապես, ֆինանսապես բավարարված լինել, դա լավ բան է։ Դա ով չի սիրում գումար, չէ՞։ Իհարկե, դա շատ լավ բան է։ Կոլ լավ, իսկ այ ով է հարուստ մարդը ըստ քեզ, այ հարուստ տղեն, ինչպես դու ասացիր։ Հարուստ մարդը։ Այստեղ ավելի շատ։ Ինչ ունենա հարուստը, սկսենք նյութականից, որ համարվի հարուստ։ Նյութականից։ Սկսենք նյութականից, հետո գաղափարականից, Նյութականից հենց Ինչ է, մեքենա պետք է ունենա։ Մի թանկ մեքենա քշողը կարող է համարվել։ Առանձնատուն, թանկարժեք մեքենա, բիզնես, եկամուտի աղբյուր, որ կարողանա ապրի լավ, շփվի լավ։ Այդ ամենը Կոլայ ջան, հա։ Հիմա հասարակության հատվածում կան տղաներ, ովքեր վարկով ինչ ոչ, հա, կամ ցուցադրական, կամ պրակատ, ինչպես ասում են, հա։ Վարձով վերցնում են մեքենա, որպեսզի աչք ցակեն, ցույց տան, որ ինչ որ աղջկա կամ շրջապատի մոտ, որ իրենք թանկ այն նրանք կարող են համարվել հարուստ։ Կամ մարդիկ, ովքեր կրում են ոսկեղեն, շատ։ Հա, չէ, դե դա հարուստը չի։ Դա հարուստ փորձել ներկայանալն է, դա հարուստ արդեն դա ցուցամոլությունն է, դատարկ ցուցամոլությունն է, բայց հարուստ լինելը ինքը վատ բան չի, հարուստ լինելը ինքը լավ բան է, քանի որ դու ստեղծում ես, ասում ես ճանապարհ, խոսքը այն հարուստի մասին է, ով այդ ամենը ստեղծել է, վաստակել է իր կյանքի տարիներից, ժամանակից տալով։ Նյութականի մասին է խոսքը։ Ուրա արդար քրտինքով կարող ենք հարստանալ։ Իսկ երբ որ դու փորձես ցույց տաս, դու փորձես քեզ նեղություն տաս, քեզ ցավացնես, դու նեղություն տաս, ինչա դու մակերեսորեն կողքինից ցույց տաս, որ դու ունես սա, դա քոնը չի։ Դու այդ ընթացքում դու ավելի ես քեզ վնասում, ավելի վատ ես ապրում, ինչա ոնց որ ասած կողքինից ցույց տաս։ Դրսից ուրիշի աչքը հանել։ Ցուցամ, հա, ուրիշ
Դա արդեն ցուցամոլություն, դա հարստություն չի։ Մեր երկրում այ հալալ քրտինքով մայրնան էլ ասաց, այ հնարավոր է հարստանալ։ Իհարկե, իհարկե։ Մեր երկիրը տալիս է բազում հնարավորություն։ Ինչ պիտի անես, օրինակ ես ուզում եմ հարստանամ, ուզում եմ գործնեմ, ինչ պետք է անեմ ես, որ մի փոքր այսպես բարելավեմ իմ երբ որ ես անեմ տեղյակ կպահեմ։ Կասես, Չէ, օրինակ տես Ամերիկան բոլորն է գիտեն, Ամերիկան հնարավորությունները երկիր է, չէ, կարող ես գնալ գրպանում գումար չունենալով եւ դառնալ այնտեղ տարիներ անց, չգիտեմ, հայտնի հարուստ մարդ։ Հա, բայց Ամերիկայում էլ լինելը, Ամերիկայում էլ դա էլ հեշտ չի։ Օրինակ ես ունեմ բազում ընկերներ, հալասատեր ընկերներ մարդիկ, դա բացարձակ հեշտ չի։ Հենց մենակ այն, որ դու ինքդ հեռու ես քեզնից ասելով քո տնից, քո հողու ջրից, քո երկրից, քո տնից հեռու ես արդեն քո երկրից ու ապրում ես այլ երկրում, այնտեղ արդեն դա էլա չէ, արդեն շատ մեծ բան է քեզանից պակասում։ Է բնական է, գումարները ոչ ոք վերևից այսպես չի իջեցնում։ Արդեն դա գալիս է իջեցնում։ միայն ֆինանսապես, բայց ինչքան բան, ինչքան այնտեղ ինչքան մարդկանց մեջ ինչքան կարոտ կա, սկսած երաժշտությունից, պարից, այն ջիգարից, այն բարև բալուսից, որ մարդիկ դա թողել են, հեռացել են։ Այն մի կտոր հասնել կուլ չի գնում, չէ՞ նորմալ։ Այո, դա կուտակել են ու այնտեղից այստեղին փորձում են օգնել իրենց հարազատների, իրենց ընկերներին։ Երկու երնեք միտեղ չի լինի, ինչպես ասում։ Եվ Կոլային եմ ուզում ասում, հասարակությունը մեր եւ իհարկե մայստրոյի նույնպես։ Մեր հասարակությունը եւ առհասարակ հասարակությունը չի սիրում հարուստների։ Ես կարող եմ ասել անգամ ատում է։ Նախանձը դնենք մի կողմ։ Ինչու հարուստ մարդը չի կարող լինել լավը։ Իհարկե։ Ասում են աղքատը մեղք է, խեղճ է, լավն է, հարուստ, այ մի Գիտեք ինչ։ Եկեք հասկանանք։ Մարինա ջան, դա մի մեծ դժբախտություն է, ես այսպես եմ համարում, որովհետև ես չգիտեմ բոլոր երկրներում է այդպես, բոլոր ժողովրդի մեջ է այդպես, բայց մենք խոսենք մեզնից, հա։ Մեզանից մենք նախանձենք, առհասարակ ուժեղին, տեսակով տարբերվողին, կեցվածք ունեցողին, լիդեր ասվածին, ուժեղ տղա, լավ տղա, հզոր գեներալ, անցած ճանապարհով մարդիկ, ովքեր որ իրապես ունեցել են իրենց տեսակ, չեն սիրում։ Դες մարդ Օսկարը ստացել, ասում են, այ վատ է որ ստացել է։ Լավ չի։ Դա շատ վատ է։ Էլ չեն ասում որ հայ է, հա, ստացել է, այդ բեմահարտակ է բարձրացել, ասում լավ չի, գրում են։ Դա ով է որ նեղվել են, հա, նեղվել են։ Հայա։ Ինչու՞։ Հայա։ Ով է ով չի։ Քննարկում։ Չէ, դա շատ վատ է, դա ողջունելի է, որ ստացել է քո հայրենակիցը։ Այս խոսքը վատ չէ Թոմասյանի մասին, որ ես ողջունում եմ եւ շնորհավորում եմ եւ սրտանց ուրախ եմ քո երկրացին է, քո հայրենակիցն է։ Այո, ոչ մի բան չենք հաշվի առնում։ Ֆիլմը լավն է, վատն է, սցենարը լավն է, մարդը ստացել է, վերջ։ Մարդը կարողացել է ստանալ մի բան, ինչը մենք չենք տեսել, որ որևէ մեկը ստացել։ Իսկ այ գոլեգան գրում է, որ պետք է ես ոչ թե հպարտանում եմ, այլ ամաչում եմ, ասեք։ Մեղայ։ Ընդ որում անհայտ գոլեգան, որին ես Լավ, չճանաչեցի։ իրական չի անգամ կոնտեքստը ֆիլմի, դա էլ կարևոր չի։ Իսկ առհասարակ հարուստ մարդը նաև որ ախր դա շատ կարևոր հասկացողություն է։ Հարուստը այն մարդը, ով ունի անցած ճանապարհ, ով ունի գաղափարապես հզոր մտածելակերպ, ես չեմ ասում, ընդամենը ճիշտ հայ, ճիշտ մարդ լինելու Գաղափար։ Վերջ, ճիշտ դաստիարակելու իր զավակին, գեղեցիկ վերաբերվելու իր ծնողին, հարգելու պատվելու իր տատին, պապին, իր երկիրը, ունենալ ընկերներ ու ամենակարևորը ունենալ ընկերներ ունենում են այն տղերքը, ովքեր նախ առաջին հենց իրենք են լինում լավ ընկեր, ունենում են իրենց կողքը սյուն։ Այդ դա է։ Կոլեջան, դա գաղափարապես։ Արի նյութականացնենք։ Եթե այդ նման տղա ես լիարժեք քո հետ համամիտ եմ, երկու ձեռքով։ Բայց եթե այդ գաղափարներ կրող մարդը ընկերոջը պետք է տանի օրինակ պատիվ տալու եւ գրպանում ցավոք սրտի այ նախկինում, հա, աշխատել է, ունեցել է, բայց այսօր այդ գաղափարներով գրպանում մի կոպեկ չկա եւ նա իրեն վատ է զգում եւ այդ ընկերները կողքը կարծես թե չեն կանգնում։ Այն նման մարդու կողք կանգնում են ընկերներ, թեկուզ նախքին, թե ինչ որ պատճառներով այսպես կամա ծրվում են կյանքի ընթացքում, որովհետև նա կարծես թե շահ չի հետապնդում այդ մարդը նրանից, հա, ինչը պաշտոնյա չի, արդեն բան, հա, գաղափար լավ տղա էր, ժամանակին գիտես ինչ թակավոր տղա էր։ Հիմա Всё, ես գալիս եմ այն գաղափարին, թե լավ ընկեր է, հենց ինքը լավ ընկեր է։ Եթե տեսնում ես իր ընկերը գաղափարակից է, բայց նյութականով բացարձակ չունի նյութական որևէ միջոցներ, բայց իր ընկերն է, իր նյութականով նաև ինքը փայ ունի, որտեղ հենց ընկերը, ինձ համար ընկերը այդ հասկացողությունն է, Հրանտ Մաթևոսյանը շատ հանճարեղ ասում է, չէ, ընկերը կերպարն է հիմքը, որ փայ ունի, բաժին ունի քեզնից եւ դու իրանից։ Այ ինձ համար
լավ ընկերը, եթե եւ գաղափարակից եւ նյութականով, լավ ընկերը այնա, որ գաղափարակից ընդունում է իր ընկերոջը, ճիշտ, լավ, ու իր ունեցած հնարավորությունները նաև ունի նրա հետ կիսելու, վայելելու եւ ապրելու։ Դու կյանքում ինչ փուլեր ես ունեցել, աղքատությունից մինչև հարստություն, թե միջակ այդպես ապրելակերպ եւ միջակ էլ մնացել ես։ Եղել է քո համար ֆինանսական, վերցնենք ֆինանսականը, հիմա այսօր խոսում ենք այդ նյութից։ Ֆինանսական այդպես պիկեր եւ անկումներ։ Որ շրջանն է դա եղել։ Գիտես, յուրաքանչյուր մարդ, որ ինքը նախ բավարարված ապրում է, փորձում է ուղղակի հետ չմնալ ընկերներից, հետ չմնալ միջավայրից եւ կարողանում է հագնել, կարողանում է մեքենան քշել կամ հա ես իմ ունեցածից, իմ ստեղծածից, ոչ թե իմ ունեցածից, այլ իմ հոր ունեցածից եւ ստեղծածից ես շնորհակալ եմ, ես կարողացել եմ իմ միջավայրում, իմ ստեղծած ընկերության մեջ ճանապարհում, այսպես ասած, հա, ինձ մի քիչ լավ զգալ։ Անգամ լավ զգալ։ Անգամ լավ զգալ։ Այսինքն պատիվ տալ ինչ-որ մեկին, հյուրասիրել, օգնել։ Հա, առհասարակ դա բնույթից էլ է գալ, ինչ առատազարնում սիրում այտենց աղայություն ծախսել բան, բայց որ խոսքը այն ես չեմ համեմատել երբեք այտենց շատ հարուստ, չէ, հարուստ։ Եղել եմ նորմալ, անկեղծ, նորմալ։ Հա, եղել է։ Պապան, խոսքի, հա։ Ներողություն, ինչ մասնագետ է եղել քո պապան եւ ոնց է վաստակել։ Հիմա ես չեմ ուզում գրպանում մտնում չասեն, հա։ Եթե իհարկե թույլատրելի։ Տարիներ շարունակ, բայց դա էլ ունեցել է իր մեծ բացթողումը, կարոտը, հայրս տարիներ շարունակ աշխատել է օտարության մեջ, Սիբիրում։ Հա, օտարության մեջ եղել է, այո, մենք, բայց շատ մեր տունը եղել է լավ առիթներ, ինչ չէ նաև եղել է ազգում վատ առիթներ, իմ հայրը այդ ամենից ներկա չի եղել է կորուստ, ինքը չկա, շատ բաներ։ Բայց ինքը ապահովել է ձեզ միշտ ապահովել է եւ նվիրված եղել է միշտ, ու հայրս եկել գնացել է տարին 2 անգամ, երկար տարիներ մենք ապրել ենք այդպես, բայց հայրս արել, ստեղծել, ամեն բան արել է, որ Տարիքի մեջ չլինեք։ Հա, մենք լավ զգանք մեզ։ Հասկանանք ինչ կասի մայստրոն, ըստ իր ով է հարուստ, այում կարող եք կոչել հարուստ։ Նյութի մասին է խոսքը, հիշեցնենք։ Ամեն մարդ կարա իրան հարուստ գա այն շրջանակների իր պատկերացումների մեջ, օրինակ մեկի համար հարստություն է հնարավորություն ունենալ, չգիտեմ, շրջագայել ինչ որ տեղ, չէ։ Մյուսի համար հարստություն է միշտ պատրաստ լինել իր ընկերներին գնանք միտեղ նստենք, չգիտեմ, հյուրասիրվենք։ Մի անգամ չկարողացավ արդեն ահա որա։ Դե, հա, դե հիմա չէ։ Ունեք թանկ գործիք, օրինակ, թանկարժեք գործիք, հիմի դուք հարուստ եք։ Դե, գիտեք, հա, ես ձգտում եմ դրան իհարկե շատ անգամ եւ նաեւ առնում եմ հարցը դա չի։ Այսինքն, եթե դա համարենք այն հարուստը, որը որ ընդունված է հասարակության մեջ, դա այն հարստությունը չի։ Ընդհանրապես հարուստ մարդիկ որպես հարուստ իրենք ձգտում են հարուստ լինելու եւ հասնում են դրան։ Մնացած, այսինքն դա չի նշանակում, որ ինքը պորտաբույծ է եղել կամ չգիտեմ ինչ, ինքն էլ է աշխատել, բայց ինքը իր աշխատանքի իմաստը եղել է գումար վաստակել, այդ գումարից նորից գումար վաստակել եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը իր գործունեությունը, հա, այսինքն նյութականը դրանում է կայանում։ Հիմա բանը դրանում է, որ վերաբերմունքը հասարակության հարուստների ինչի համար է տարբեր, որովհետև տարբեր տեսակի հարուստներ կան եւ մենք գիտենք դա գաղտնիք չի։ Այսինքն հարուստ կա, որ իր ամբողջ կյանքը ներդրել է ինչ որ բանի հասել է, այդ մարդը բնականաբար ունի եւ իր ահացողությունը եւ ասացի պես մեր հյուրի, որ իր զավակին ճիշտ կդաստիարակի, որովհետև ինքը այդ ուղին անցել է։ Եվ բնականա, որ իր զավակին էլ նույն բանը կկամենա, որպեսզի այսինքն բան չի անի, էլի։ Չի ձգտի, ճիշտ է կոգնի իրան նյութապես, բայց չի բանանի, որպեսզի այդտեղ են ինչ-որ բամբակների մեջ մեծանա, այտենց ժողովրդի լեզվով ասած հաբրգած մեծանա։ Բայց կան նաև մեծահարուստներ, որոնք որ չգիտեմ ինչ ճանապարհներով մեկ էլ այն որ ասում է, մեկ էլ առողջ զարնեց տեսա հարուստ։ Այդպեսի բան չի լինում, երևի։ Չի լինում բնականաբար, բայց եկեք տեսեք, որ լինում է։ Այ ես ուզում եմ շարունակել ձեր խոսքը, հասարակությունը այսօր կարծում է, որ մարդը հարստացել է ոչ իր քրտինքով, այլ ինչ որ մեկի հաշվի։ Դե որովհետև իրենց հայացողությունը այդ կողմից է գալի։ Մարդիկ կան, որ իսկական մենք էլ գիտենք շատ լավ, որ գիտենք մեր թեկուզ մեր շրջակա միջավայրում մարդիկ կան, որոնք որ տեսել ենք, որ ինչ որ բան է փոխվել երկրում, մեկ էլ
իրենց այն որ ասում են գործերը աճ գնաց, որտեվ ճիշտ երակին ակկապե կոպիտ։ Ճիշտ ժամանակում ճիշտ տեղին հայտնվել։ Կամ ինչ-որ մեկին սպանել է, այսինքն ինքը ջանք չի թափել, ինքը ուղղակի տենց ստացվեց եւ բնական է իր այդ հետևորդները, այսինքն այդ իր ընկերությունը այսպես կոչված ձևավորվել է այդ շրջանակի մեջ։ Դա ընկերություն չի կարա կոչվի։ Գոլջան, հարուստ մարդը խելքով ուղեղով է, թե ոչ, որովհետև շատերը ասում են հարստությունը գլխի մեջ է մարդու, հա, կամ աղքատությունը, եւ ասենք հիմարը չի կարող դառնալ հարուստ։ Բայց կամ չէ, մարդիկ ովքեր նայում ես, այս գաղափարների տեր չեն, գիտելիքների տեր չեն, չունեն տենց այդպես շատ ունակություններ, բայց արի ուտես հարուստ են։ Այդ ո՞նց։ Դա հարաբերական է, ըստիս հարաբերական է, որովհետև հա մարդիկ կան հենց իրանք հենց գործի մարդ են ու կարողանում են իրենց գործով ապացուցել, որ իրանք կարում են դա անեն։ Իսկ մարդիկ էլ կան կարան գեղեցիկ հետաքրքիր խոսեն, բայց ոչինչ չանեն։ Ես ընդունում եմ այն մարդկանց, ովքեր գործի մարդ են եւ համապատասխան կերպով հարստացել են եւ փորձում են անեն էլ ավելի շատացնեն եւ ինչու՞ չէ, կարողանում են նաեւ աջակցել ու ամենակարևորը, որ մարդը իրապես դա տարիներ շարունակ փորձում է ու ապացուցում է, որ ինքը կարողանում է, այդ դա է, դրա մեջ է։ Հիմա մարդ կարա չկարողանա լավ խոսի։ Դա իմ կարծիքն է, էլի, հա, դա իմ կարծիքն է։ Մարդը չկարողանա լավ խոսի կամ ճիշտ շարադրի իր մտքերը։ Ինքը գործի մարդ է։ Եկեք անկեղծ հիմա բոլորովին մեկ այլ թեմա պահի տակ, հա, մենք ունենք հանճարեղ մեծ արվեստագետներ, հանճարեղ մեծություններ, ովքեր հրաշք գրականություն ունեն, իրանք ազգի մեծն են, բայց լսում ենք հարցազրույցներ, մարդիկ չեն կարողանում արտահայտվելու, դա ուրիշ է։ Հարուտորական արվեստ է, էլի, դա էլ, հա։ Եթե մարդը կարողանում է հարստանա, ես չեմ կարծում նա հիմար է, նա խելացի է։ Ամեն դեպքում խելացի է։ Ամեն դեպքում կարողանում է ձևը գիտի, ճիշտ գիտի կամ կարողանում է ձևը գիտի։ Ձևը գիտի։ Գոլ, իսկ այ մտավախություն չես ունեցել մարմնավորելով այդ կերպարները, որ այնուամենայնիվ քեզ ժողովրդի մեջ էլ այդպես կընկալեն։ Այդպես է։ Այդպես են կարծում, որովհետև առհասարակ ոչ միայն հարուստ, ունենք հարուստին էլ ձև կա։ Իմը միշտ եղել է հարուստ հղպացած, բացասական, իմը միշտ եղել է հարուստ հանցագործ։ Կարծես հետո դժվար կլինի, չէ՞, դուրս գալ այդ կերպարից։ Ու միջև առեսօր դա կա։ Օրինակ որ մարդկանց հետ ես շփվում եմ, մտերմանում ենք արդյունական։ Դու մի տեսակ տես վեհանձն բան ունես։ Հա, դա տեսակ, դա բնույթ է։ Չէ, բան, հա, ես միշտ սիրել եմ։ Նայ դիրքը, կեցվածքը, խոսելը։ Այլ մի բան ասեմ, այն որ տեսեք քիչ առաջ կա, չէ՞, նման բան, որ մարդ ունի հնարավորություն, բայց վարկի տակ, պարտքի տակ ուզում է։ Իմ մոտ եղել է նեղ վիճակ եղել է ու առհասարակ երբեք ցույց չեմ տվել, երբեք։ Դու հպարտ դերասան ես։ Միշտ փորձեմ, ջան, հպարտ դերասան։ Հպարտ եմ կեցվածքով, դա եկել է հորիցս, մասնագիտությամբ դերասան։ Դա եկել է, որ երբեք չխեղճանաս, երբեք չխեղճանաս։ Ինչ ա եղել, որ իսկ մենք հպարտ քաղաքացի։ Օլա, այո, հետաքրքիր բան ասես Տիգրանը, հպարտ դերասան, այ։ Հասարակության մեջ դերասանը մի տեսակ կատարածու է։ Ընդունենք, հա, հայ հասարակություն, կամ միգուցե ասենք, չգիտեմ, Եվրոպայում, արտերկրում, դա ինչ-որ արվեստ է եւ այլն, այնպես Իտալիայից, Ֆրանսիա եւ ինչպես մեկ միկրոֆոն կինոմատոգրաֆիա։ Հա, մենք էլ մենք կատարածու ենք, հա, երաժիշտներն էլ վճարեցի, պետք է նվագի, վերջ։ Երգի, այ կարծում եմ դու շատ անգամ հարուստների շրջապատում, հետո ցավոտ բան եմ ասում, մի քիչ էսպես շատ հակասական եւ երկար մտածելու տեղ պետք է դա ասածս։ Մենք բոլորս եղել ենք շրջապատում, ովքեր մեզ փորձել են, հա, ինչ որ մարդիկ, ասեն, այսպես, ներողություն ժեստիս համար չեմ խնդրում, որովհետև հենց այդպես էլ եղել է, ակամա թե կամա, չէ՞։ Խոսիր, կատարիր, նվագիր, փողը տալիս եմ։ Այ ոնց ես վարվել դու եւ ոնց ես վերաբերվել այդ մարդկանց։ Նրանք իրավունք ունեն, չասես ինչ որտեղ մարդը վճարում է։ Կապ չունի ասելու ձևը, ասում է, ինչ արժես դու, կոպիտ ասած։ Ով վճարում է, նա պատվիրում է, այո։ Հիմա ես ասում եմ իմ անունից եմ ասում ու եթերով եմ ասում, ես Փարք Տիրոջը ունեմ
շրջապատ, ունեմ ընկերություն, ես սիրում եմ, ես շփվում եմ, բայց մա եթերը ու բարձրացեն հստակ ասում եմ, որևէ մեկը երբեք չի եղել, որ փորձեր ինձ հետ նմանք։ Որովհետև հա, նախ իմանալով օրինակ մարդկանց այդ մտածելակերպը, այդ թերի մտածելակ, այդ թերի մեծապատիվ մուրացկանները հիշել։ Եթե փորձերել որևէ բնագավառում, որևէ յուրաքանչյուր տարբեր աշխարհի, տարբեր մտածելակերպի, տարբեր բնույթի մարդ, ես ինքս դա երբեք թույլ չեմ տվել ու թույլ չեմ տա։ Բայց եղել է թե անգամ դու այնպես ես դիրքը հավատացում եմ, որովհետև դա գալիս է մարդու բնույթից։ Այո, ես մասնագիտությամբ դերասան եմ, ինչի համար հպարտ եմ, որովհետև ես մի շեշտել եմ իմ մասնագիտությունից զատ, ես ինձ ուրիշ այլ մասնագիտության մեջ իրապես չեմ տեսնում, որովհետև ես չեմ կարող, իրապես չեմ, ես օրինակ չեմ կարող երբեք բիզնեսով զբաղվում։ Կխապվեմ օրինակ, ես չեմ կարող, ես չեմ կարող։ Դա իմ մասնագիտությունն է, որ ինձ համար հստակ մասնագիտություն է, եթե նույնիսկ տարիներն էլի հետ են, ես նորից ընտրելու եմ իմ ճանապարհը։ Իսկ բացարձակ կապ չունի հիմա, ասենք թե այս դեպքը գանք հիմա, եթե ինքը շատ փող ունի, շատ լավ է որ մարդ շատ փող ունի, բայց եթե ինքը շատ փող ունի ու փորձի արվեստագետի, արտիստի, դերասանի հետ, այն մարդու հետ, ով հանրությանն է, ով ու փորձի ինչ որ դա արդեն ինքը Բայց եղել են չէ դեպքեր, լսել են, չէ, եւ չասել։ Եղել է նախ որ թույլ են տվել եղել է, կամ ճիշտ չեն ներկայացել եղել է, որովհետեւ գիտեք ինչ, ես որ պատմությունները հետաքրքիր պատմություններ կա, հիմա անուններ չտանք։ Անունը բայց պատմի հետաքրքիր։ Բայց ինչքան ոգևորիչ է այն գաղափարը, որ մենք կարդում ենք, ես առհասարակ շատ սիրում եմ մեր հայ մեծերի մասին կարդալ, հայ մեծերի մասին իմանալ, ու ժամանակին ինչպես են վերաբերվել ու ինչ տեսակի շրջապատ է եղել, կոլորիտ է եղել տարբեր աշխարհների, գաղափարների, հասկացողությունների անհատներ, իրար հետ նստել սեղանի շուրջ, օրինակ տարբեր։ Ու ինչքան հասկացած են։ Մտավորականները ինչ երեկոներ են անցկացրել։ Իհարկե։ Հետաքրքիր է մայստրոն ինչ կհիշի։ Ու դա գալիս է մարդու բնույթից, դա գալիս է մարդու դերասանի մասնագիտությունը, օրինակ ինձ համար ես ամեն անգամ շեշտում եմ, էլի, ես չեմ կարող խոսել այս մասնագիտությունից ու չշեշտել իր անունը չտալ, որովհետև ես դերասանի մասնագիտությունը ընտրել եմ իր նկատմամբ ոգևոր։ Ձեր ընտանիքում չկա չէ դերասան։ Հայրիկդ կապ չունի, մայրիկը կա։ Բայց չէ։ Ես ապրել ու ոգեշնչվել եմ Խորեն Աբրամյանի արվեստով։ Բայց դու նման ես, գիտես իրեն ինչ-որ բան։ Ասել են։ Չէ, նայ, ասել եմ, բայց ես կերպարային։ Գիտես Խորենը։ Որովհետև ես շատ սիրում եմ, ես իմ ոգեշնչման աղբյուրն է եղել։ Արվեստի մեջ ինձ որ առաջին ինքը։ Բայց կհիշեիք Խորեն Աբրամյանը ինչ-որ sense վեհանձն։ Դե ես չեմ Անկամ իր այդ ծխելը, չէ։ Վերջացավ։ Ես չեմ կարծում որևէ մեկը Խորեն Աբրամյանի նկատմամբ հպարտություն պետք է զգար, ապրած պետք է ունենար, վաստակած պետք է ունենար, որ Խորեն Աբրամյանի կողքը գոնե կարողանա։ Ամեն դեպս դիրքը Խորեն Աբրամյանի։ Այս ժամանակ համացանց չկար։ Մի րոպե, դա բաց Հիմա լիներ, ես վստահ եմ, ով ինչ ուզեր կգրեր։ Բոլոր ժամանակներում էլ երևույթները, վատ ու լավ երևույթները, փչացնող երևույթները, գնահատող բոլոր ժամանակներում էլ եղել է, բոլոր մարդը ինձ համար առաջնորդ է, ինքը արվեստագետ լինելով, նաև մեծ առաջնորդ, հետաքրքիր տեսակ, այդ իր տղամարդու տեսակը, ձևը, կեցվածքը, խոսքը։ Նայ, բայց իր դիրքը, արի նայ, իրենից ոչ, ես իհարկե խորը այսպես հարգանք ունեմ, շատ գնահատում եմ Խորեն Աբրամյանին, բայց Խորեն Աբրամյանից լավ դերասաններ, իր նման դերասաններ շատ կային, որոնք երևի թե ավելի այսպես միգուցե ընկճված էին, այսինքն այն դիրքը, տես ոնց քեզ ներկայացնում ես, դիրքը դնում ես, երևի այդպես է գնում է, հա? Չկային, չէ, նույն Կարփ Խաչվանյանը, ուրիշ ժանրում էր։ Հիմա չեմ ուզում ընդհանրացնել։ Եվ ասել լավ, արվեստ ընդհանրապես ճաշակա, ամեն մարդ ունի իր ճաշակը, համեմատել չի կարելի ուղղակի։ Ներողություն, այ հարուստը իր դիրքով, կեցվածքով Տես քիչ առաջ շեշտեցինք ոսկեղեն կրող։ Մարդիկ կան, կրում են շատ ոսկեղեն, որ դրանով իրենց ենթարկացնեն։ Մարդը տեսավ ոսկեղենով մարդը եկավ, արդեն հարուստ է, դիրք ունի, ակամա իրենից մի տեսակ խուսափում, ոչ թե խուսափում ես, զգաստանում ես։ Մի հատ լավ մեքենա կանգնած։ Մի րոպե լսենք եւ ապա Կոլյային լսենք, մայստրոին լսենք։ Կա նման բան։ Կարող է ոսկեղենն ու
թանկ, չգիտեմ, հեռախոսն ու ժամացույցն ու եւ այլ ատրիբուտիկա քեզ պարտադրել։ Չէ, բայց մայրեն խնդրենք նաեւ պատասխանի նախորդ հարցին։ Նախորդ, այո։ Այ ով վճարում է, նա պատվիրում է երաժշտություն։ Գիտեք, չէ, իմ համար տենց չի էլ կարա լինի, ճիշտն ասեմ, բայց ցավոք սրտի կան ճիշտ է, էլի համամիտեմ հյուրի հետ, որ դու քեզ ինչպես կներկայացնես, այդպես էլ քեզ կվերաբերվեն։ Այսինքն, ինչ որտեղ եթե դու թույլ տաս, ինչ որտեղ եթե ընկճվես բան, կամ ասենք են, որ մարդկա ասում այնքան եմ խնդացել այդ մեծահարուստներին, ասում են բանա կնճիռները առաջացել աչքի։ Այսինքն այդ սուտ ինչ որ լավներ։ Հա, ասում սուտ ինչ որ բաները, այդ սուտ իբր դե մենք լավ ենք իրար այդ բան, դրանք բերում են այ ձեր ասացին, որ հա փող եմ տվել, պետք է էս անես, խաղաս, նվագես, հա կապ չունի ինչ անես։ Մեծապատիվ մուրացքանից եւս մեկ։ Եվ եղել է նույնիսկ եղել են տեղեր, որտեղ ես աշխատել եմ, այսինքն մի շրջանակ, մի խմբի մեջ, որտեղ որ խումբը կիսվել էր երկու մասի, երբ որ մարդը ասեց ախպեր փող եմ տալի, պետք է սենց ասի ժողովուրդ, ես չեմ պատրաստում ծառա լինել այս մարդուն, ես գնում եմ տուն։ Վերջ։ Գնում ես, գնա, չեն ասի, ընդհանրապես գնա ու գնա։ Չէ, հիմա, հա, ընդհանրապես գնացել եմ, իմ մոտ դա տաբու է, չկա տենց մարդ, որ որովհետեւ ձևով կարողանա ինձ գումարով ստիպի։ Գումար բոլորս էլ աշխատում ենք, հարցը այդ չի, բայց մենք մեր քրտինքով ենք աշխատում, բայց սա այդ մարդու կապրիզն է, որը որ ես չեմ ուզում իր գերին դառնամ։ Այո, բայց լիքը նաև գիտակցում եմ, որ լիքը մարդիկ թույլ են տվել ժամանակին այդ մարդուն մտածելու, որ կարելի է բոլորին փողով առնել։ Եվ ստեղ արդեն դու գալիս ես ապացուցելու, որ չէ, ընկեր, ես այդ բոլորի պես չեմ, ես ուրիշ եմ։ Վերջ։ Ես համակարծիք եմ այստրոյ։ Այդ նախորդ հարցը, իսկ բանի հարցի վերաբերյալ, գիտեք, հա, աքսեսուարները երբևիցե ինչ որ խապուցիկ դեր տանում են, բայց օրինակ իմ համար ոչ, որովհետև գիտեք դիմավորում են ամեն դեպքում հագուստով։ Չէ, դիմավորելը չէ, արդեն չեն դիմավորում։ Եվ ճանապարհում ենք արդեն։ Մարինա ջան, իսեր աստծո, մենք էլ դուք էլ բոլորս էլ այնց ոլորտում ենք աշխատում։ Մայստրո ջան, մի րոպե, թանկ հագած մեկը մտավ տեսնում ես վրան կարող է իրենը չի, կարող է իրենը։ Էական չի, ամեն դեպքում զգաստանում է։ Ու ինչ, չեմ զգաստանում, երբ չէ ինչով ես երբեք չեմ զգաստացել։ Հիմա ոչինչով ոչ մեկի չես զարմացել։ Չէ, Մարինա ջան, այդ թվերը չի իհարկե, Տիգրանի հետ համամիտ եմ, կոմունիստների բանի ժամանակ, սովետի ժամանակ, միգուցե դա ինչ որ դեր ունի։ Դա ոչ բոլորին է վերաբերում, մարդու դրան շատ լուրջ է վերաբերվում ու կարա խեղճանում են մարդիկ, դա մարդու արդեն բնույթից է, տեսակից է։ Կոլեջան, մարդիկ կան նման հակուկապից եւ նման ոսկին, խեղճանում են։ Չեմ ասում չկան։ Կան, տարբեր տեսակի մարդիկ կան, դրա համար մարդիկ տարբերություն կա։ Ես անգամ խանութներում տեսել եմ մի վերաբերմունք, որ մոտենում են նման կին կամ տղամարդ թեկուզ վաճառակետին եւ այլ, երբ որ խեղճ ու կրակ ինչ որ մի համեստ մի կերպարով լրիվ այլ վերաբերմունք։ Գուցե այդ խեղճ ու կրակը հատվածել է եղել։ Գուցե, դա հարցի մյուս կողմ։ Քիչ անց առաջարկում դիմավորենք մեր ավագ սերնդի գործընկերոջը, մարզական մեկնաբան, վաստակավոր լրագրող Ռուդիկ Բարսեղյանին եւ նրա հետ միասին շարունակենք մեր զրույցը։ Առանձնապես հարուստ պետք չէ լինել նրա համար, որպեսզի գնել Վանարձի շքեղագույն գինին։ Ինչու եմ սա ասում, որովհետև Վանարձին բավական մատչելի է իր որակի համապատասխան։ Աշխարհի լավագույն գինիներից մեկը Վանարձի։ Վայելեք հարուստի կյանք մատչելի գնով։ Վանարձի։ Պարտադիր չէ լինել հարուստ, որպեսզի ձեզ համար հոգ տանեն։ Վստահեք MG Sweet-ի մասնագետներին։ Ես ավելի գաղափարակից բան ասեմ։ Երբ քաղցր ես ուտում, այն էլ լավ որակի քաղցր, հոգիդ լցվում է, հագենում է, ինքնաբավ ես դառնում, ըստ այդմ արդեն բնականաբար զգում ես քեզ հարուստ։ Հարուստը ով է, հարուստը երջանիկ է իրեն զգում, հարուստը չգիտեմ ինքնաբավ է, ապահոված է։ Երջանկության հորմոններն են արթնանում։ Հորմոնը ճիշտ ասեցիր։ Երջանկության հորմոնը նաև ինքնաբավության հագենում է հենց այս քաղցրավենիքի շնորհիվ MG Sweet, որը հոգ է տանում ձեր մասին։ Ընդամենը սա։ Բարև ձեզ մեր շատ սիրելի լավ գործընկեր, բարի գալուստ։ Շնորհակալ եմ, ազար բարի ձեզ։ Լեգենդար մարդ, այո, հեռուստատեսության, մարզական աշխարհի։
կարծես թե մշտապես երիտասարդ, այսպես նայում ես եւ անկեղծ նախանձում ես, նախանձելի տեսք ունենք։ Թու Պարկաստո։ Որպես ճանապարհ անցած մարդ, բնականաբար բոլորիցս այսպես է, գիտելիքներով ավելի հարուստ, կյանքի փորձով ամենակարևորը ով է ըստ ձեզ հարուստ մարդը, ով կարող է համարվել հարուստ մարդ։ Նյութին վերաբերվեց։ Մեր երկրում, հա, այդ չգնանք, չգիտեմ, այլ երկրում, մեր երկրում։ Ոչ մի տեղ էլ չեմ գնա, բայց հիշեք, որ ես նախորդ դարից եկող մարդ եմ։ Դրա համար ասում ճանապարհ անցած, երկար ճանապարհ։ Ես այն ժամանակվա, այն սերնդի ներկայացուցիչն եմ, երբ ազգային արժեքները, ընդհանրապես բոլոր արժեքները այլ կերպ էին գնահատվում։ Դրա համար հիմա ինձ շատ դժվար է ասել աղքատ հարուստ մարդ։ Այն ժամանակ Վոլգա ուներ սև, ուներ, բնակարան ուներ, Մոսկվայից Կենտկոմից ստացած կարմիր էկրան գալիս էր օթանավով։ Մասնագետեր, չեկերը ունեին, չեկի խանութը, կոոպերատիվ լավագույն դեպքում ուներ, վերջ հարուստ։ Այսինքն Պեպսի կոլան կայարանում բերում էին։ Ահա, Ճիշտն ասած վիճելու հարցը, ասեմ ես անկեղծ։ Ես ինձ հարուստ եմ համարում։ Հիմա։ Այո, հիմա եւ այն ժամանակ էլ։ Տիգրանի ասած, այն ժամանակ էլ եմ Վոլգա մեքենա քշել, վարել, հիմա էլ Lexus եմ վարում, իսկ ինչի հարուստ չեմ, որ շատ հարուստ եմ։ Երբ որ մուտք գործեցի հեռուստատեսություն, 72-ից էլ համալսարան, մինչև հիմա ես ինձ չեմ հիշում, որ ես աշխատեմ մեկ տեղ ընդամենը։ Չկա, այդպիսի բան չի եղել, չեմ հիշում ինձ։ Այն ժամանակ հեռուստատեսությունում 70 թվականին մուտք գործեցի, օրհնվի այդ Սահաթը Խաչատուր Աբովյանի ասած։ Մինչև հիմա, հետո 72-ից համալսարան, եղել է, որ 4 տեղ եմ միանգամից աշխատել։ Եվ թող բան չթվա, որ ասեմ ոնց բացատրեմ, ազնիվ եմ վաստակել ես, շատ եմ աշխատել, գողություն է կարել իհարկե, շատ եմ աշխատել եւ նաեւ հարուստ եմ, քանի որ արժեքների ես այն հին արժեքներով եմ չափորոշիչը իմ համար դա է, ասեմ, որ ես 3 միլիոն ունեմ այսօր։ 3 միլիոն, որովհետեւ ունեմ որդի եւ եւս 2 որդի։ Ժողովուրդը ասում է, չէ՞, Կուլա տղայից ինչ ալնում։ Տղա։ Հա, լավ։ Ես դե չեմ ասում, ես ասում եմ տղայից տղա է ալնում, հարուստ տղայից զույգ տղա։ Այդ ես եմ։ Ինչու այդ տարիներ շարունակ մարդիկ ձգտում էին այ հարուստ տղայի հետ ամուսնանալ, ընտանիք կազմել, հələ նախկին դարից է գալիս, հա։ Ոչ ոք չէր ձգտում աղքատի, պարզապես։ Ծնողն էլ ասել մի հատ նորմալ տղա հարուստ։ Դա թե ասեմ, ոչ։ Դրական չափորոշ։ Ոչ բոլորն էին ուզում իմ նման օրինակ շատ աշխատեն։ 4 տեղ աշխատել եմ։ Կեցեք դուք, որովհետև այո, իրոք ամեն մեկը չի սիրում աշխատել։ Այո, դրա եւ աշխատանքի շնորհիվ այդ ամուսնանան, որ պատրաստ է լինի, դա նորմալ է։ Հիմա հարցս հետեւյալում է. հարստությունը ժառանգովի, ինչ որ երևույթ է, թե տղան պետք է, ինչպես տատիկս էր ասում, տղան լինի ինքն ու իր փայտը լինի։ Թե ասեմ։ Այ դուք ժառանգել եք հարստություն ձեր ծնողներից։ Ոչ։ Չէ։ Դուք մանկություն եք ունեցել, հա։ Ցանկացած մարդ ուզում է որ պատրաստի ամեն ինչ լինի։ Դե բնական է։ Ես դպրոցի 10-րդ դասանում եմ գնացել հեռուստատեսություն աշխատելու, որովհետև մահացավ հայրս եւ պետք էր ուղղակի աշխատել, որովհետև Դուք եք մնացել ընտանիքի միակ սնողը, թե։ Գաղտնի սկսեցի աշխատել, 3 եղբայր, 1 քույր էինք։ Ես սկսեցի աշխատել, որովհետև ես տեսնում էի դպրոցի դիրեկտոր այն ժամանակ հայրս մահացել է, սարի նման Եվ զգացի, որ հեսով է ինձ դեր կանգնելու, ես ոչ եմ նայելու եղբորս ձեռքին։ Մեծ էր ձեր եղբայրը։ Փոքր ես էի։ Ես սկսեցի աշխատել եւ աշխատեցի այնքան մինչեւ եկավ բանակ զորակոչվելու տարիքը, մի անգամից ընդունվեցի համասան, որ չգնամ էլ չէի կարող գնալ։ Այդպես ու ավարտելուց հետո համասան ավարտելուց հետո, բայց այդ ամբողջ ընթացքում Գիշերներ աշխատել եմ հեռուստատեսությունում, ցերեկս համասանում դասի եմ եղել։ Այսինքն դուք ցոփուշով այդ կյանք մանկության տարիներին չեք վարել։ Իմ գեղեցկուհի մայրն է։ Ես
նույնիսկ ուսանողական կյանքը չեմ հասցրել վայելեմ, որովհետև անընդհատ աշխատանքային process-ի մեջ եմ եղել։ Ուսանողական կյանքը դա հրաշալի մի կյանք է։ Ես շատ լավ տեսնում եմ իմ կուրսի ընկերները, բանը ոնց են այդ վայելում այդ կյանք, բայց ես չէի կարողում։ Դասը վերջանում էր, արագ տաքսի էի նստում եւ հեռուստատեսություն բարձրանում։ Հետագայում մարզական կյանքը եկավ լրացնելու բաց թողնված է կարծում եմ։ Այդ բանը ոնց բացատրեմ, անընդհատ էներգիան, անընդհատ շարժումը այդպես մնաց իմ մեջ։ Շատերը ընկերության առումով հատուկ շեշտում են, այսպիսի ընկեր ունեմ, գիտես ինչ հարուստ է։ Ասենք լավ, օքեյ, այսպես ասած, հարուստ է, այդ հարստությունը բերելու է քեզ, տա։ Ինչու ենք մենք ճգտում հարուստ բարեկամ ընկերների կամ հարուստ բարեկամների։ Ինչ է անելու քեզ հարուստ բարեկամն ընկերը։ Եվ արդյոք դուք ունեցել եք այդպիսի եւ ինչ որակի են նրանք եղել եւ ինչ դերակատարում են ունեցել ձեր կյանքում։ Ես մինչև այսօր իմ ամենամտերիմ ընկերը Սմբատ Լպուցյանն է, ով երբ որ տարվա քավոր ճանաչվեց, լավ հիշում եմ 2010 թվականին, Գաղափարի քաչը 40 օր իր մոտ պիտի մնար, մինչև այդ ինչ շատ էր համոզում, դե ես վաստակավոր մանկավարժների ընտանիքի զավակ հեռու ենք եղել այդ հոգևոր հարցերում, մի քիչ էլ բան, անգրագետ ես, ասեց պտի կնքվես, անընդհատ ասում էի դե լավ է, ինչ կնքվել բան, 2010 թվականին ինքը ասեց Վեհապարի խաչը իմ մոտ է 40 օր պտի մնա, եթե հիմա էլ դու չուզեց, ես կնքվել եմ Վեհապարի խաչով, Սմբատն է կնքե ինձ, իմ 3 որդիներին, հետո ինքը իմ նաև 2 որդիներիս հարսանիքի քավոր եղավ, այդ քավորությունից հետո բայց ես չեմ, Սմբատը իմ համար աշխարհի ամենահարուստ մարդն է, բայց իրականում նա հարուստ չի։ Այդ է հոգևոր եւ գաղափարակից մեծ հարստությունը։ Հարուստների են, բայց քավոր կանգնացնում չի, գաղափար կա, չէ, հարուստին է քավոր կանգնացնում, բայց իրական քավոր է եղել, ոչ իրական քավոր, նյութական հարստություն։ Այսինքն ես պատասխանեցի։ Իրաք հասկացա։ Մանա ջան, քո հարցին հարուստ եւ բան ընտրություն։ Հիմա գիտեմ ընտրում են հարուստ։ Հարուստ։ Մարմնա, բայց մի բան ասեմ, այդ գաղափարը ավելի շատ հնուց է եկած։ Հիմա ոչ այդքան շատ են այդ գաղափարին մտածում, որ քավորը լինի հարուստ։ Այն ժամանակվանից մի քիչ ավելի հին եկած գաղափարը դա, քավորը հարուստ լինի։ Այմեջ քավորը եթե հարուստ եղավ, ինչ բայլու է քեզ, քո ընտանիքը, քո միջոցները հոգալու։ Դե ամենայն դեպս այդ տվյալ պահին բերում է։ Դրա համար եթե մենք ստատիստիկայով տեսնում ենք, անկեղծ եմ ասում, քավոր սանիկ հարաբերությունները շատ հազվադեպ, հա, ասենց ասեմ, լավ, շատ հազվադեպ, ոչ շատ է լինում, որ կայանում է ու տենց զարգացած գնում է տարիներ, դա չէ, քավորը, տնքահայրը, հենց ինքը պետք է ավելի շատ տենց հոգևոր լինի, ուժը լինի, սյունը լինի, կողքին լինի, թիկունքը լինի, դա ավելի, որտեղ այն հայավարի, էլի, այն մի քիչ ավելի ջիգարը պետք է լինի, էլի, այ դա պետք է լինի։ Իսկ ընկերներով հարուստը, դա շատ լավ բան, այո, ընկերները պետք է հարուստ լինեն, եւ գաղափարակից, եւ նյութապես, եւ նվիրվածությամբ։ Այսօր ես ինքս ունեմ բազում ընկերներ ու պետքա, լավ ասից, պետքա։ Ցանկալի էլ չասեցի, պետքա։ Բայց միևնույն ժամանակ ծնողն ասում է իր այդ գործ չունես, ինքը աղքատ։ Խոսքը այստեղ միայն նյութականի չէ, միայն նյութականի չէ։ Ամենակարևոր գաղափարակից ընկերը, քիչ առաջ այն թեման, որ շարունակվեց, դա շատ կարևոր թեմա է։ Եթե լավ ընկեր ես լինում, նվիրյալ, բայց դու նյութապես ապահոված չես լինում, բայց լինում է նաև նյութապես ապահոված լավ ընկեր, ու մեկը մյուսին չի տեսնում նյութականը, այդ արդեն այդ ընկերության այդ նվիրվածությունն է, որ գոյություն չունի շահ, բայց երկուսի ունեցածն էլ ստեղծածնել մեկը մյուսին։ Դա իրական ընկերությունը։ Մաքուր ընկերություն։ Այդ դա է ընկեր։ Ինչի՞։ Ով ասում որ հարուստն ու աղքատը չեն կարող ընկերությունը։ Աղքատը անընդհատ կարող է նայել հարուստի ձեռքին։ Բայց որ աղքատը, այն ախր այն նայող ձեռքը, այսօր լիքը հարուստներ կան, որ իրանք աղքատներից ավելի վախենում են ծախսեն։ Աղքատն իրա վերջինը կտա, այո։ Այն իրա վերջինը կտա, նվիրյալ վախի զգացումի էլ վերջ։ Բայց հարուստներն վախում են ծախսեն։ Իրենց վրա լավ էլ ծախսում են։ Իրենց վրա։ Ես օրինակ ինձ համարում եմ
ընկերության արգասիկ անձնավորություն։ Բրավո։ Եվ ասեմ հետևյալը, ունեմ ընկեր, հիմա էլ կա, ինքը սպորտից է սերված, Արմենը Մամիկոնյան, տեսեք ինչ տողբից է գալիս Մամիկոնյան, Մամիկոնյաններից է, ուրեմն իր սիրած խոսքն է, որ առիթները նոմա դե սեղանի շուրջ հավաքվում ենք, ասում են ինքն է հատկապես ասում, դե հիմա եկեք խմենք մեր ընկերության մերանի կենացը։ Մի անգամից բոլորի հայացքը ուղղվում վրա։ Հիմա տեսեք, էդ էլ կապ չունի, որ ընկերը ինչա, ոնց է, հարուստ է, աղքատ է։ Ես շատ հաճախ ա եղել իմ ընկերության մեջ ամենահամեստ հնարավորություններով ես եմ եղել։ Այդպես ընկերություն եք ունեցել եւ ունեք։ Այո, եւ ես վերջերս իհարկե որ կորցրեցի իմ մյուս հոգեարազատ ընկերոջը համասանի ռեկտորի նախկին Արամին Սիմոնյանին, դուք իհարկե ձեր, այո, դու լավ գիտես, ես դրա համար հատուկ շեշտեցի, դա դու գիտես, ես ոնց եմ ներկա եղել իր ամենադժվար պահերին ձեր կողքը, դուր դռան կպած, հոր, մոր, այդ բաներով, վերջը, բայց նույնիսկ ինքը, դոկտոր մարդ էր, համասանի ռեկտոր էր, արտակարգ խելացի եւ այլ, բայց երբ որ գալիս էր ընկերությունը, դա արդեն դեր չէր խաղում, ով է ռեկտոր, ով է ժուրնալիստ կամ մեկնաբան, չգիտեմ, բայց մենք դա ապրել ենք դա եւ ես հպարտանում եմ դրանով։ Դե ինչպես կարող ես հպարտանալ ընկերությամբ, իհարկե մաքուր այդել ընկերությամբ։ Դու ոնց հասկացա ուզում ես ծաղկացնել այս։ Ես իմ փոքրիկ այսպես սխալ ճիշտ միգուցե բնորոշումը երկի միջոցով հարուստ աղքատի կամ թվացյալ հարուստի վերաբերյալ ներկայացնեմ, ապա շարունակենք մեր թեման։ Ես կարոտել եմ քո ձայնը կոկրած։ Ով գրում է 2 կիլո ոսկեղեն, կամ էլ վարկով թանկ ավտո քշում, պատվիրում է բրենդայի ֆեյք շորեղեն, ձեր աչքին թոզ է պճում, հեռախոսն էլ նոր ու վերջին մոդելի, դե համարն էլ գոլդ պիտի լինի, սրճելու համար թռնում է նա բալի, չէ որ պիտի զարմացնի, հարուստ ես թե աղքատ, մեկ է կյանքում դե մի բան կիսատ, եթե անգամ դու ունես պալատ, բայց չունես հարազատ, հարստությամբ էլ չես գոհանա, չունե որին մի կոպեկ չես տա, ու կմնաս անհոգի ու բիրտ, թե չունես բարի սիրտ։ Բրավո։ Բալի ված չի լինի, եթե գնայինք իրականում։ Դուբայ էլ ված չէր։ Ես շարունակեմ սուրճի համար տրնել։ Մայրնա այսպես երկից անցում կատարենք դեպի բլից հարցեր, որոնք ոչ այնքան հարուստ աղքատ թեմայով են, պարզապես կխնդրեմ երկուսիդ պատասխանել մեր հարցերին, հնգյակը բլիցի։ Ապա կանդրադառնանք այս թեմային, այ։ Ձեր ամենակոպիտ վիրավորական բառը։ Որ ջղայնանում եք, ոնց եք, ինչպես եք վիրավորում։ Կատարյալ ապուշա։ Կատարյալ։ Կատարյալ ապուշա։ Կատարը չի լու, չէ, ապուշի։ Հիմա ես ասեցի, եթե ես հաղորդումը նայող իմ կոլեկտիվից լսեն, իրանք գիտեն ում մասն եմ ասում։ Ես պատասխանեցի։ Նիկոլայ։ Իսկ միգուցե եթերային չի։ Եթե եթերային չի, ուրեմն հասկացա։ Հարևանի հետ ընթարվել եք թե ոչ եւ ինչ պատճառով։ Ես չեմ հիշում նման բան ճիշտն ասած։ Չեք վիճե ոչ մի հարևանի հետ։ Ոչ մի անգամ, 2 անգամ առիթ ա եղել վիճելու, որովհետև կատարում էր շինարարություն, որ խանգարում էր մեզ։ Ես ընդամենը մոտեցել ասել եմ լսի, այսպես մի արա։ Ես չեմ վիճելու քո հետ, որովհետև իմ լուսահոգի հորից ժառանգել եմ այդ միտքը։ Հայրս ասում էր, շինարարություն անող մարդուն
չի կարելի խանգարել։ Ես չեմ խանգարում քեզ, բայց քեզ խնդրում եմ մի արա, էլի փակում ես, գիտեք։ Ես հիմա իմ տնից գնացել եմ, ավակ որդուս տանն եմ ապրում այդ պատճառով, որովհետև Գոլա գիտես ինչ է։ Դրա միջով ես էլ եմ անցել։ Գոլա ջան, այդ բանը պատիեզդը ոնց ենք ասում։ Շքամուտքը։ Ամբողջը շքամուտք չի կարելի մինչև 4-րդ հարկ, 5-րդ հարկ։ Բոլորը այդ բաների լույսը ընկնում էր, չէ՞, բանի պատիեզդի մեջ փակել են ինչա մի մետր պետք է դե իրանց բանը բալկոնը ավելացնեն, փակել են։ Հիմա ես բարձրանում եմ։ Դե արդեն մեծացել են։ Օդափոխություն չկա։ Չկա օդափոխություն։ Ես մինչև հասնում եմ 4-րդ հարկ, շունչս կտրվում է։ Դա արդեն Ես վեր եմ կացել, Գազի արտահոսք, դա ես արդեն վեր եմ լրիվ կացել 4-րդ շինարարություն է։ հարկում է իմ տունը։ Բութանիայում, թող լսի։ Վեր եմ կացել, գնացել եմ Ավան, ավելի լավ մաքուրոթին եւ ավակ որդուս տունն եմ ապրում, որովհետեւ հնարավորություն չունեմ արդեն։ Չեմ Շատ լավ կարող։ հարևան եք ասել, դուք շատ լավ։ դա ամենուր է այդ խնդիրը, դա ամենուր է։ Գիտեք, ձեզ լսրվեն ֆիլմը հիշեցի ասում։ Բոլոր 5 հարկանի շենքերը Ты туда не ходи, ты сюда ходи, а то снег на голову будет։ Բոլորը փակում են այդ լուսամուտները, հերիք չի լույս չկա, նաև չկա օդափոխություն եւ գազի արտահոսքի դեպքում փոխում է տանտեր մի մետրից ոչ ոնց կլինի, բամանա տենց ոնց կլինի։ Շինարարության հետ բոլոր ժամանակներում դա կարա լինի, բայց չեմ կռվել։ ես հարևանների հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, բայց արդեն սկսում է կոնֆլիկտ լինել, որտեղ ես պահում եմ մի շուն, որը արդեն փորձում է տանի դրան, բայց շատ շուտով Շանո պետք է արդեն ես ինքս հանուն հարևանների հեռացեմ տարածքից, տանեմ ուրիշ այլ էլի ինձ մոտ, բայց ուրիշ տեղ։ Աստիճան են հասցրել։ Մայստրոին հասցնենք, հա, նաև այդ հարևանների հետ ունեցել եք ընթարում եւ ինչ պատճառով։ Քառակուսի մետրերի։ Չէ, քառակուսի մետրերի չէ, բալի, ավելի շատ սանտեխնիկական բաներով էլ իրար ջուր լցնել, այո, հա, բայց դե այդպես միշտ լավով ավարտվել է հասկանալով իրար։ Բարի դրացիա։ Էդ էր ուրիշ բան չկա։ Մուրացկաններին հաճախ եք օգնում։ Գիտեք, ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ ասում է ինձ ձուկ մի տուր, կարթը տուր։ Ես այդպես, եթե կարողանում եմ ինչ որ ձևով օգնում եմ, որ ինքը վաստակի, ոչ թե գրպանից անեմ իրան փող տամ։ Եթե ստացվում է այդպես, ստացվում է չէ, որտեվ ես ինքս որ շատ եմ աշխատել, ես չեմ սիրում այդպես։ Չեմ սիրում ուղղակի գրպանից անել փող տալ։ Հենց տվեցի։ Դա փչացնում է։ Փչացնում է իրեն։ Կամ պետք է խմի կամ Պետք է աշխատի։ կամ խաղա։ Այո, Օգնում ես։ Հաճախ։ գրեթե, բայց գիտես որ նախ շատ ցավոտ է որ այդ երևույթը շատ է տարածված, հատկապես վերջին շրջանում շատ է տարածված յուրաքանչյուր տարիքի, յուրաքանչյուր շատ տարբեր կարող ենք, յուրաքանչյուր իրավիճակում կարող ենք տեսնել վերջին շրջանում իրապես տեսնում ենք երևույթներ, որ իրապես օգնելու կարիք կա։ Ովքեր են դրանք մայր երեխա, հաշմանդամ ով տարբեր ու շատ։ Հա, բայց կան չէ որ այսինքն ունակի աշխատանքի անստացած որ ինքը ի վիճակի է աշխատելու, հնարավորություն ունի աշխատելու, դա չէ, անկեղծ ասեմ չէ։ Բայց կա երևույթներ, որ Կա նաև թատրոն այդտեղ ճակերտավոր ասած։ եւ բիզնես։ Այո, բիզնես։ Հա։ Շատ լավ։ Վաճառողը ձեզ երբևէ խաբել է թե ոչ։ Հենց հիմա էլ խափում է։ Ես այդ հարցում ասեմ։ Խապեցին եկակ եթերի չէ, բան էի կառնում։ Երբ որ խանութում վաճառող առևտրականի հարցում իմ ձախ աչքը աչին չի հավատում։ Իրենց մորն էլ են խափում։ Մայստրոյի խոսքից հետո էլ ավելացնելը ոչինչ չունեմ, բնականաբար ուրեմն կարող է ես չեմ նկատել։ Բայց խաբել է։ Եվ վերջին բլիցը պետ ավտո տեսուչի հետ ընթարվել եք, թե ոչ երկուստ էլ վարորդ եք։ Այո, իհարկե, բազմիցս։ Ինչ պատճառով ով էր խախտել, ով էր մեղավոր։ Ինձ չէ, ինձ խախտել։ Հա, խախտել են։ Գոլա, իսկ դու ակնկալում ես որ պետքա խախտես քեզ ընթառաջեն որպես սիրված դեպք, թե չէ, բայց նման իրավիճակում ավելի կարելի էր մեղմ, հա։ հա, Հնարավոր էր։ հնարավոր էր։ Պարոն Բարսեղյան, դուք ընթարում ունեցել եք պետ ավտո տեսուչի։ Դեմքը մեղան չեմ, եթե ես բողոքեմ, ոչ։ Հաստատ չեմ բողոքի, բայց ասма գիտեք այդ դրանով
նախ ճանաչել են դե քիչի 50 տարուց ավելի անդադ եթերում բան ճանաչել են միշտ, բայց դրա վատն էլ գիտեք որն է։ Ես այսօր, երբ որ արդեն բանից գայից չի, պետավտոտեսուչից չի կախված, բայց փառքաստու իմ տղաները մուծում են այդ դուգանքները։ Ես դուգանքի լավ մատերիալ եմ դարձել, որտեղ այն ժամանակ այն ժամանակ Կոլա ջան պետավտոտեսուչներ բանանում կանասնում էր նայում վայ ցավոտ տանեմ եւ այլը դե հիմնականը սպորտասեր էին ելնում ես էլ անդադ վասկի մեջ արագության մեջ բան ես տենց էլ այդ կանոնները չսովորեցի եւ վերջի հարցը այ հիմա ես անում եմ անդադ դուգանվում քանի որ պետավտոտեսուչներից խոսեցինք եւ թեման էլ հարուստ եւ աղքատն է այ Տիգրանին շատ հետաքրքրի իր ցավոտ թեմաներից մեկն է այդ գոլդ համարները, այդ արտոնությունները, ովքեր չէ հաճախ դու մեքենաների հետ կապված դե միշտ այսպես շրջանառվում է մեծ գումար վճարել երկաթի կտորի համար ես գտնում որ եւ նրանք կարծես թե չեն տուգանվում ես ժամանակին ինձ օրինակ լուսահոգի իմ ընկերը Հայկ Արտյոմիչը ինձ նվիրել է բանը այդ մեքենայի համարները որը ես ոչ բանը չեմ ուծել ժամանակ։ Հետո գուցե դարել է փողով, ես չգիտեմ։ Դե բայց 20 միլիոն դրամ կմուծեք հիմա այդ երկաթի համար։ Չէ, դա է թե։ Ես այն ժամանակ էլ չէի մուծի։ Չէ, բայց այն եմ որ ասում էր, նայեք։ Ես պետք է մուծի գիտեք ով։ Հետևից գնացող մեքենան ով որ տեսնում է գոնե այդ համարները։ Նախր դու դա չես էլ տեսնում։ Այդ դատուի նման բան չէ որ բզին անում ես չես տեսնում։ Իմ հեռախոսի համարը, մեքենայի համարը նույնն են։ 11-55։ Գոլդա էլի գոլդը կբր։ Գոլդա, բայց ես ոչ օլիգարխ եմ, ոչ էլ մեծ ահարուստ եմ։ Ինչը տենց էլ է լինում։ Նվիրել։ Կամ իմ տղաների համարը նույնը։ Եվ որ միտեղ գնում ենք, ասենք 3 տղաներս մեքենաներով, այն մեկը հիմա արդեն Ամերիկա է, ես եւ 3 տղաներս միտեղ գնում էինք, հետո սկսեց հարցել մեքենա քշել, ալնում էր 4 մեքենա, թե 5 մեքենա, չեմ հիշում։ Մարդիման այս բաներ կասեք կաչկով կտա։ 4, 5 ուշ է ինձ աչքով տալը։ 5 մեքենա քշելով նույն համարներով բան, ես գիտեմ էլի արդեն, մի անգամ գայշնիկ կանացեց, ասեց, վայ Ռոձիկ ջան Ցավոտ տանեմ, ես չի էլի պատկերացնի, որ ասի նրանց էլ չկանոնացնես, թող գնան Սևան էինք գնում, 5 մեքենա նույն բանով, պատկերացնում եմ ինչքան են ասել ես անասունի, այսով այս օլիգարխը, այս ներեղություն բառերից համար, բայց կարող են լինել նաև այդպես, որ ոչ, ասենք մեծ արուստ լինի, ոչ օլիգարխ լինի, ոչ էլ ցուցամոլ լինի։ Մենք սիրողական լինի, դա էլ կա։ Հետևյալը, որ մարդ կարող է նաև հարուստ լինել իր ավանդով եւ անունով։ Այդա։ Բայց 20 միլիոն դա աբսուրդ է։ Ես վստահ եմ, որ հիմա ձեր պատասխանները օգնած կլինեն խորհրդավոր սենյակից մեզ հետևող էքստրասենս հիրոմանտ Կարեն Ափոյանին, ում առաջարկում հիմա հրավիրենք տաղավար։ Որ ներկայ եք բացահայտումներ կանի։ Կարեն հարցնենք նաև ձեզ, ով է ձեզ համար հարուստը։ Հարուստը։ Սենց ասեմ, մեր ընկալման մեջ հասարակության շատ շերտերի մեջ հարուստը ով որ շատ փող ունի, բայց իրականում ասում են նա աղքատ է, փողից բացի ուրիշ բան չունի։ Կատեղ նրբություն էլի, այսինքն փողը ժամանակավոր էներգիա է, որը այդ բային ինչ որ համընկել է, որ հավերժ չի։ Այսօր մի բան չունի։ Այսինքն նրա համար հարուստը ավելի շատ ով ունի լավ ընկերներ, այդ ամենակարևորն է, լավ ծնողներ, լավ միջավայր ու ինքը կարևորը իր հոգին մաքուր է, այսինքն ում հոգին մաքուր է, խիղճը մաքուր է, ինքը հարուստ է արդեն։ Եվ լավ սերունդ։ Անպայման։ Ու նաև մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որովհետև մեր ընկալման մեջ խի են մարդիկ ցկտում ավելի շատ նյութական հարստության, որովհետև ասում են մի կյանք են ապրում, այսինքն մտածում են սպառողական մտածելակերպով։ Ամեն օր ապրել ինչպես վերջինը։ Հա, ինչպես վերջինը եւ մսխել կոպիտ ասած, էս էլ անենք, այսինքն այդտեղ արդեն կուլտուրայի պակաս կա, այդտեղ գիտակցության պակաս կա, դրա համար հարստությունը ասոցացվում է շատ փող ունենալու հետ, այսինքն փողը վատ բան չի, հարուստ լինելը վատ բան չի, բայց երբ որ դա գալիս է առաջի պլան,
դա արդեն ազդում է հասարակության մեջ եւ ընդհանուր։ Արդեն դրուկ աղմուկ է։ Ճիշտ պետք է դասակարգել։ Լավ բան է, իհարկե, լավ բան է, կեսակետն է որոշում, գիտակցություն։ Անցնենք մեր հյուրերին, խնդրեմ։ Անցնենք մեր հյուրերին, ումից սկսենք։ Երևի թե Կոլայից, բայց երևի հարցող ենք, հա, արդյոք նրանք պատրաստ են ինչ որ բացահայտումներ։ Գիտեմ որ Կոլյան վախեր ունի։ Ահա, ես անկեղծ ասեմ, ես լարվում եմ, Կարեն ջան, բայց ես քեզ վստահում եմ, հուսով եմ, ես ճիշտ ասած լարվում եմ։ Չէ, լարվելու բան չկա, ուղղակի ես ոչ թե ինչ որ գուշակություն կամ բան եմ անում։ Հա։ Սենց ասեմ, տեսեք դուք նշեցիք, որ, չգիտեմ, պետավտոյի սուճը ձեզ զրկել էր վարորդական իրավունքից, ես այդտեղ հետաքրքիր բան տեսա, ուզում էի զգուշացնել, որ դա պատական չի։ Դուք պետք է շնորհակալություն հայտնեք այդ ավտոտեսტին, որը ձեզ զրկել է, որովհետև այստեղ ռիսկային բաներ կար վտարային բանի հետ կապված։ Ու զգուշացվում է ոչ թե միայն հիմա, նաև հետո, որովհետև ձեր մեջ այդ ազարտի էներգիան երբեմն դուք չեք կարող կառավարեք։ Ու այդ կբերի գլխի տրավմայի կոնկրետ։ Այսինքն այդ զգուշացում է, ինքը պարտադիր չի։ Դրա համար ոնց որ մեր կյանքում ինչ լինում է, մենք առաջին արձագանքում ենք, որ դա վատ է, բայց դրա տակ կա ավելի բարձր իմաստ, որը մեզ հեռու է պահում ավելորդ բաներից։ Նույնիսկ օրինակ սեղ տարբերություն կար, հետաքրքիր է, որ ճակատագրի կողմից ձեզ կին է տրվել, որը ձեզ սենց անդադ փոխում է, կանգնեցնում է շատ բաներ, էլի, այսինքն ձեզ դարձնում է դեպի ձեզ, թե չէ դուք վաղուց գնացել եք ուրիշ ճանապարհներով, այսինքն այդ կոնտրոլը դուք չեք կարող պահել ինքնուրույն, հիմա շատ բան ձեր մեջ փոխվել է, ոնց որ համար կյանքի ելևէջներին կանգնեցնում է համփոխվել է ներողություն, լավ ձևով ոնց որ կանգնեցնում է, ոնց որ զգաստացնում է այդ ֆակտորը, արդեն ընտանիքի ֆակտոր, որովհետև իր նման էներգիայի մարդուն դժվար է ընտանիքի մեջ։ Դժվար է ընտանիք տրված, էլի։ Ու դրա համար նաև պետք է դրա վրա էլ աշխատեք, որ ընտանեկան ներքին բաների մեջ ոնց որ ավելի շատ դուք գսիճող եղեք, որովհետև խնդիր կտա, էլի։ Այսինքն ոնց որ դուք անցել եք բարդ շրջաններով, բայց էլ իրավունք չունեք։ Ոնց որ ձեր լիմիտը սպառել եք, պետք է խնդիր չտա։ Որտեվ այստեղ անցումներ են եղել, ոնց որ sense փորձություններ, կորուստներ, հուզումներ, վերելքներ, այսինքն ձեր ամենալավ վերելքի պահին դուք ուժեղ անկումներ եք ունեցել, ցավեր եք ունեցել, որը ոնց որ դեռ դուրս էլ չեք եկել դրանից, դեռ դուրս չեք եկել։ Իսկ այդ առումով ոնց որ դա էլ ինչ որ սիգնալ էր, որ նշան էր, որ ավելի կենտրոնանաք ինչ ունեք գնահատելու առումով։ Ճիշտ է, ճակատագիրը շռայլ է ձեր հանդեպ, անկեղծ ասած, ոնց որ լավ առումներով, բայց չգիտեմ դուք ինչ եք որոշել, թե ինչ չեք որոշել ձեր մի քիչ ավելի հեռու ապագան, բայց հանգամանքները տանում են դեպի ճամփորդություններ, դեպի ուրիշ պլաններ, դեպի արտերկիր ապրելու որոշակի ավելի լուրջ ժամանակահատվածում, էլի, որտեվ ոնց որ կարող դուք չեք ուզում կամ չեք որոշել, բայց տանում են։ Այդ պետք է ընդունեք։ Չնայած դուք ունեք ազատ կամ կարող եք որոշել։ Մշտական բացառվում է։ Մշտական չէ, բայց ինքը կոնկրետ տալիս է։ Հա, երբեք մի ասեք, երբեք։ Դա միակ գաղափարն է, որ ասում եմ։ Համաձայն եմ, բայց դու շատ ճիշտ ասում։ Ուղղակի որ ինձ զրկել են։ Ճիշտ է, ես կարող եմ, եթե չզրկեին գլխի տրավմա ասացիք, բայց հիմա ես տանում եմ հոգեկան տրավմա։ Դա իմ վրա շատ է ազդում։ Չէ, գիտեք ոնց է, այդ Կարեն, խնդրում եմ, էլի, սիրելի Կարեն, ես գիտեմ, որ Կարենը շատ բան տեսնում է, բայց մենք ասած, տեսեք, այսպես ներքին պայմանավորվածություն կա, որ շատ կտրուկ չխոսի, հա, Կարենը, ես գիտեմ, որ շատ զսպում է ինքը իրեն, բայց եթե հյուրը ինչ-որ բան ուզում է լսել, ինչ կարող եմ ասեմ, հայ։ Կլսեմ։ Դուք կոնկրետ հարցեր ունեք, որ Եթերով չէ։ Հասկանալի։ Բայց ամեն դեպքում կյանքին վտանգ չկա որպես այդպեսին։ Թեկուս ուղղակի նայեք, ասենց ասեմ, ձեր մոտ բարձր է մի քիչ ինտոքսիկացիան, դուք ցես պետք է հետևեք։ Այսինքն ոնց որ ձեր ռեժիմին, ձեր սնտակարգին պետք է մի քիչ ոնց որ դեղորայեք միգուցե, հա, չէ՞։ Բայց օրգանիզմը մաքրելու կարիք ունի, բայց այդպես որ ասեմ լուրջ խնդիրներ ամեն դեպքում չկա, էլի, նորմալ է, էլի։ Ոնց որ այդ առումով տենց ես խմում եմ շատ, կարող է դա։ Կարող է ինչ որտեղ, հա, դրա համար
Չէ, այստեղ ամենակարևոր բանը ձեր համար դուք պետք է կարողանաք, ոնց ասեմ, ես չեմ կարող ասել դուք էմոցիոնալ չլինեք, հա, էմոցիան պետք է, շատ կարևոր բան է, բայց բացասական չդառնա։ Այդ բանն է, որ զգուշացնում է, որ ոնց որ մարդուն կարա ասենց կտրուկ անկում տանի, էլի։ Թե չէ մնացած առումներով ուղղակի նաև, տեսեք, դուք ընկերասեր եք, նվիրվող եք, շատ լավ է, բայց այդ չափն էլ չգիտեք։ Դուք միշտ դժվում եք։ Միշտ հարվածներ են գալի մեջքից։ Կարող դուք չեք բարձրաձայնում, բայց շատ առումներով դուք մենակ եք ձեր հետ։ Հետո կա նաև ապագայում երեխայի ծնունդի հնարավորություն։ Իսկն ձեզ ճակատագրով 3 երեխա է տրված։ 3 երեխա։ Քանիսն ունես։ Ունեմ 2-ը։ 2։ Ապագայում ինքը տալիս է հնարավորություն 3 երեխա։ Հետաքրքիր է։ Լավ բան է։ Շատ լավ բան է։ Տղա երեխայի, ավելի շատ տղա երեխայի ինֆորմացիա է, քան աղջիկ երեխայի։ Լավ։ Այսօր հասանք։ Այսօր հասանք։ Մակի հիշեք, եթե ես Փող կա այնտեղ Կարեն ջան, գումար։ Փողը չի մնում իր ձեռքին։ Ինքը փողին ոնց որ մուր ունենա փողի վրա, էլի։ Հա, ես սիրում եմ։ Դրա համար փողը երբեմն փողը երես է թեքում, ոնց որ ասած բերում է նեղ սիտուացիայի, որ ինքը Փողը սիրում է, որ իրեն ինչ որ միտեղ մի ինչ որ Չէ, իր գրպանը փող եղավ, ջանը քոր է գալի։ Ես իմանա փող կապավ։ Դու չես այդ արագրի ոչինչ խոստում։ Պարոն Բարսեղյանի հետ կապված այստեղ դե Ինքան պարզ է շատ բաներ, էլի, այսինքն, որ նախ մեծահոգություն կա այստեղ, իրականում շատ բաների հանդեպ, ոնց որ ներողամտություն, մեծահոգություն, այդ մարդիկ կան, որ իրենց մեջ շատ չարություն են պահում, թեկուզ առիթ ունեն կամ վիրավորանք ունեն, ձեր բարեկությունը տալիս է ձեզ էներգիա ու ավյուն, ոնց որ նաև նպաստում է ձեր առողջականին, որտեղ դուք ձեզ շատ եք չարչարում, ոնց որ թե գենետիկան է, թե ամեն ինչն է, օգնում է, որ դուք ֆիզիկապես առողջ լինեք, դա նաև գալիս է ձեր մտքի ոնց որ հանգստությունից կամ լուծում գտնելուց, այսինքն կոնֆլիկտային պրոբլեմատիկ բաները այստեղ չկան, բայց բավականին եթե ես նայում եմ կա հաջողակ մարդու ոնց որ սիրված մարդու ամենակարևոր նշանները, բայց միևնույն ժամանակ ոչ մի բան ես չտեսա որ ձեր մոտ sense հեշտ է գնացել, միշտ ոնց որ Աստծո մատը խառը լինի վերջի բանին sense տալիս է, լուծումներ տալիս է ու իրականում նաև մեծ դեր ունի ձեր ոնց որ ասած հաջողությանը կարող է անմիջական դեր չունի ձեր անձնական դաշտը, ձեր ընտանիքի, ձեր կնոջ ֆակտորը կոնկրետ։ Մայրն է դա։ Հա։ Ու ինձ մայրս ասում էր ինքը մեղմ է ու բարի, դա բարի դա վրեմինի։ Ինձ միշտ ասում էր դա, մեկ էլ ասում ինչ լավ է որ դու տղա ես ծնվել։ Որտեվ հետաքրքիր է որ ձեզ ճակատագրով 4 երեխա էր տրված։ Հա։ Իլի ուշ չի ես։ Այսօր երեխաների օր է, մեզ հանգարց չնայ։ Իրականում այդտեղ հագեցած բուրըն կյանքով է ապրել, մարդու սիրտը լիքն է։ Ափսոսանք չկա։ Ես չեմ տեսնում, որ տարիքի հետ, չգիտեմ, գործունեության մարդիկան ասում են, այն տարիներին սենց անենք, լավ կլներ, հա, ես չեմ ասում, որ հնարավորություններ չեն եղել, բայց ինքը լիարժեք վայելել է այն միջավայրը, ինչը իրականում շատ քչերի մոտ կա։ Մարդիկ կարող է վերջում հասնում են ինչ-որ, չգիտեմ, նյութական բարիքների, բայց այդ լիարժեքությունը կյանքի բանը չկա, այդ շատ կարևոր է։ Ինքնաբավության Օրինակ ես ամբողջ կյանքում շատ գոհ եմ ինձնից, որ ես այդպես էլ նախ չդավաճանեցի հեռուստատեսությանը, համալսարանին եւ սպորտին։ Կնոջը Շատ։ Չէ, ինչ հնարավոր չի։ Բանը, բայց միշտ եղել է տարբերակներ, շատ։ Իրականում կարող եք դուք նվաճումներ ունենալ, որպես ոչ թե միջակ, այլ
բավականին հաջողակ միջազգային մակարդակով սպորտսմենի տվյալներ կային, բայց դա խի տեղի չունեցեց ճակատագրի։ Ես հենց հասկացա, որ դա կլներ պիկ եւ կլներ ոնց որ կսառեր կոպիտ ասած, բայց ոնց որ հանգամանքները ճակատագիրը ձեզ տարան ավելի, որպեսզի դուք ավելի երկար գործունեություն ունենայիք։ Ու դեռ ինքը կա այդ գիծը, որովհետեւ բավականին էներգիա եմ ստեղ տեսնում, նաև պրոյեկտներ, որոնք որ չեն իրականացել կամ կիսատ են մնացել, որը ճիշտ է, կարող է շատ բաներ ներկայիս իրականության մեջ դուք չեք հարմարվում, այդ ձեզ նեղություն է տալի, ոնց որ sense անզորությունից ինչ որտեղ տեսնում եք ինչ է կատարվում, բայց ճիշտ չի գնահատվում ձեր խոսքը կամ ձեր անելիքը, բայց եթե իրականում դուք ուզեք, ձեզ տրվելու է հնարավորությունը, այստեղ մնում է կոնկրետ որոշելու ինչ եք ուզում անել մեր հանրության համար, որովհետև օրինակ այստեղ շատ կարևոր էր, որ կա ձեր մեջ ձեր գիտելիքը փոխանցելու, օրինակ ձեր տիպի մարդիկ սովորաբար պետք է որոշակի իրենց հետքը թողեն ուսման process-ում Ես դասավանդում եմ իմ ամբողջական դրություն։ Շատ կարևոր է, որ ոնց որ ավանդ ունենաք այդ ոլորտի մեջ, էլի, ու այդ շարունակվում է։ Ձեզ չի կարելի պարապ մնալ։ Տեսեք, դուք անդադ նշեցիք, որ բազմատեղ աշխատել, այդ ոնց որ պարապ մնալը ձեր համար ասենց իրականում կարաբերի էներգիայի պակաս։ Չէ, ընդանուր նորմալ է։ Եթե դուք հարցեր ունեք, պարոն Բարսեղյան, հարցեր։ Հետո սիրում է համով ուտել ու տանը ուտել։ Իրա հետ կապված է, հենց որտեղ ստեղ պարզ երևում է, ուրիշ տեղեր չի սիրում ուտել։ Ինքը սիրում է, չէ, գուրմեն։ Ինքը շատ նուրբ ճաշակ ունի, կոնկրետ ուտելիքի հանդեպ, որտեղ այդ շատ կարևոր է իր համար։ Մարդկա այդքան կարևոր չի։ Դի թողես ծխելը, Գոլա ջան, ինձ տես քեզ խղճա։ Նայ 45 տարի ծխելուց հետո մի վայրկյանում թողեցի 6 հատ ստենդա դրած ինձ։ Ծխելուց հետո? Ծխելը թողեցիք նորեն ստենդա դրել։ Չէ։ Միջով ծխել հասկացա։ Մի րոպեում այսինքն ջարդեցի ասել չեմ ծխելու։ Ոչ ոք չէր, Արամը Սիմոնյան, ասում էր սուտ ասում։ Ինքը թակում ծխում Արամ ջան։ Բայց մի հատ զգուշացում, սուրճը մի չարաշայեք։ Շատ։ Որտեվ ստեղ կա անոթային էլի որոշակի բան, էլի զգուշացում, էլի սուրճը ոնց որ վնասակար է, էլի։ Շատ եմ։ Չէ, այդ Իսկ ես ի՞նչն եմ չարաշահում։ Տիգրան դու շատ չես խմում։ Ի՞նչն եմ։ Ես sense որ նայում եմ ավելի շատ ոչ թե ինչ-որ սնունդի հետ կապված հանգստի։ Չեք հանգստանում։ Դե շնորհակալ ենք եւ ձեզ։ Եվ նաեւ մեկ երկու բարով մեկնաբանեք, արդյոք կար ճշմարտության հատիկ թե լրիվ ինչ-որ սարքածիներ, մտածածիներ։ Եվ ամբողջովին ճշմարտություններ, հետո մի գաղափար, որ ասած ես շատ զարմացա, որ շատ ճիշտ էր։ Շատ ճիշտ էր։ Շնորհակալ եմ։ Եվ դրական էր, եւ հետաքրքիր, եւ զգուշացնող։ Զգուշացնողը կունենա իր ավելի դրական։ Ասեք առաջին անգամ եք հանդիպում։ Կարեն Ախոյանի հետ։ Ծանոթ չեք։ Չէ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաեւ ձեզանից անչափ։ Մի բան ամենակ սրտիս նստված թողնում, որ սպորտից չխոսեցինք։ Ես միտեղ լինեմ սպորտից չխոսեմ։ Դե ամբողջ կյանքում քանի բացառություն արեք այս անգամ։ Սպորտը ձեզ կների։ Նորմալ է, ուղղակի ինձ հասկացեք, ես այդ հարցում էգոիստ եմ, անտանելի էգոիստ եմ։ Նվիրյալ այս դեպքում։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալելու համար, լինելու ես գեղեցիկ միջավայրում եւ որքան որ խոսեցինք հարստությունից, հարուստ գաղափարից, իրապես հարստություն եմ համարում այսօր մայստրոյի կողքին նստելու եւ այս գեղեցիկ հաղորդումը ունենալու համար։ Սա էլ ինձ համար մեծ կենսագրություն է, մեծ շնորհակալ ենք բոլորից Կարեն։ Շնորհակալ ենք առանձնահատուկ նաեւ մայստրոյին ինչպես մի շնորհակալություններ։ Անկախ նրանից հարուստ եք թե ոչ, անպայման դիտեք մեզ նաեւ հաջորդ կիրակի։ Կհանդիպենք։ Լավ մնացեք։